Ընտրությունների միջոցով մանդատ ստացած քաղաքական գործի տվյալ պարագայում իշխանության ղեկավարի գլխավոր փաստաթուղթը այն ծրագիրն է, որով նա ընտրվել է։ Բայց մեր սահմանությունն ինչ է ասում։ Այդ փաստաթուղթը հաստատում է ազգային ժողովը, դրա վերաբերյալ հետո զեկույցներ են ներկայացնում, հաշվետվություն են տալի օրենսդիր մարմնին։ Եվ ինչ գրելա չի արել։ Չի արել ժողովուրդ։ Եվ ես սա մասին ասեմ հրաժարական տալու օրը։ Չի արել։ Ինչ գրել է թարս է արել ավելի վատ։ Հակառակն է արել ավելի վատ։ Հետեւաբար ինչ է նշանակում, ինչ պետք է ինքը անի։ Պետք է հեռանա։ Ըստ իր տրամաբանության եւ բնականաբար ըստ մեր տրամաբանության արդեն երկար ժամանակ։ Հիմա ո՞րն է այդ ճանապարհային քարտեզը, որ հեռանա։ Ասեմ, ուրեմն սպասվում են ընտրություններ։ Առաջարկում եմ լիազորել կուսակցության ղեկավարությանը սկսել ընտրությունների նախապատրաստական աշխատանքներ եւ սկսել բանակցություններ ավելի խոշորացված, ավելի ուժեղ բևեռներով հանդես գալու վերաբերյալ, սրա մասին երկար ժամանակ խոսում ենք, ընտրություններին մասնակցելու։ Եվ ես հիմա ներկայացնեմ ճանապարհային քարտեզը, թե ոնց պետք է հեռացվի։ Մենք երկար ժամանակ է բացատրում ենք, պարզաբանում ենք, օրինակներ ենք բերում, որ գործող իշխանությունը ինչքան էլ իրան վստահ պահի եւ պահում է վստահ, այդպես վստահություն կար մենք ենք ավելի շատ ձայն ենք տանելու եւ այդ վստահությունն ինչի համար է, որ ամեն մի քննիչ, ամեն մի դատավոր, ամեն մի պաշտոնյա իր որոշումը կայացնելիս իր մտքում մտածի, որ իրանք վերընտրվելու են եւ վախենա, այս մեկ։ Այն որոշումները, որ այսօր կայացվում են։ Որտեվ arczepiskopos կալանավորելը կամ 2 տարի դատելը տենց հեշտ գործ չի ժողովուրդ։ Միքայել Սրբազանը մի մարդ է, ով դատավճիռ ունի։ Շուրջ 7.5 տարի անցել է ժողովրդական փողոցներում ասում եմ, չէ, 100,000-ավոր մարդիկ էին։ Շարժումից, որ իրենց թալանողները դատվեն։ Իրենց նկատմամբ հանցագործություն անողները դատվեն։ 7.5 տարի անց ով է դատվել Միքայել Սրբազանը ոչ մի բան քրեորեն արգելված որևէ բան չանելու համար։ Ով է կալանքի տակ Սամվել Կարապետյանը, Էլի Սրբազաններ ոչ մի քրեական օրենսգրքով արգելված արարք չեն արել այդ մարդիկ։ Ապօրինի գտնում են բանտարկված։ Այսինքն թալանչիները են գողավազակները ում անունները տալով, գորգորալով եկան իշխանության, այդ մարդիկ կյանքը վայելում են բացարձակապես ուրիշ մարդիկ անմեղ գտնում են բանտերում։ Հետ գալով վստահությանը, ինչու են իրանք իրանց վստահ պահում, որ մարդիկ վախենան, որ մարդիկ մտածեն, որ անհնար է իշխանությունը փոխել, հետեւաբար իմաստ չունի գնանք ընտրության։ Այսինքն առաջին ուղերձը հետեւյալն է, որ բոլոր տեղամասերում, որտեղ 50 գումարած 1 մասնակցություն ա լինում, իշխանությունը պարտվում է այդ ընտրությունը։ Իմացեք ժողովուրդ, որ տեղամաս 50%-ից ավել մասնակից մտավ, կապ չունի ում ընտրել։ Իշխանությունը պարտվում է։ Հաջորդ մեխանիզմ, այսինքն պետք է ամեն ինչ անենք համաժողովրդական մասնակցություն լինի ընտրություններին։ Հաջորդ մեխանիզմը։ Ընդդիմադիր ուժերը պետք է մի կողմ դնեն այն 21 թվականի իրենց այն մոտեցումները, որոնք կային։ Մենք 21 թվականին փորձել ենք խոշորացման քայլեր անել, մի 3-4 ուժի հանդիպեցինք, յուրաքանչյուրը 20-25% ձայն ուներ։ Գտնում էր, որ իմաստ չունի, որ խոշորանա։ Մենք գիտեինք, որ իմաստ ունի, բայց իրանք ասում են մենք մի 20% ձայն ունենք, իմաստ չունի։ Եվ վերջում շուրջ 20% ձայն փոշիացավ։ Խորհրդարան անցել 2 ուժ, երրորդ ուժը կրկնում են բարիերի տակ է մնացել։ Որպեսզի նույն սխալը չկրկնվի, սիրելի հայրենակիցներ, հարգարժան գործընկերներ, մենք գտնում ենք, որ իշխանությունը իր ամբողջ արած ասֆալտներով, դպրոցաշինությամբ, մանկապարտեզաշինությամբ, խաղաղության վերաբերյալ միֆական խոսակցություններից միջանցք տալով, որի դիմաց 5 տարվա նորաթոր են ուզում ստանան։ Այս բոլոր բաների դիմաց մաքսիմում ունի 40% ձայն, այդ էլ այն դեպքում, եթե մասնակցությունը ցածր է։ Եթե շատ ցածր է, այդ 40%-ը աճում է։ Եթե շատ բարձր է, այդ 40%-ը նվազում է։ Հասկանում եք ինչ եմ ասում, մասնակցությունն եմ դեռ ասում։ Հետեւաբար հակառակ կողմում, ովքեր չեն ուզում, որ այս իշխանությունը մնա, որը խախտել է իր ծրագիրը խախտել է։ Հասկանում եք, իր ծրագիրը, որը խորհրդարան հաստատել է, խախտել է։ Այդ իշխանությունը փոխելու համար շուրջ 60% հակառակ քվեարկող մարդ կա։
Բա ո՞նց ալնի, որ իրանք տենց վստահ են, որ ուզում են մնան, ո՞նց պիտի մնան։ 60% իրանք դեմ է, եւ ավել, եթե մասնակցության թիվը աճում է, էլի եմ ասում։ Հետաբար ընդդիմադիր դաշտում պետք է ձևավորվեն խոշոր բևեռներ։ Խոշոր բևեռներ։ Եվ ընդդիմադիր դաշտը պետք է հանդես գա խոշոր բևեռներով։ Որքան խոշոր, այնքան լավ։ Որքան խոշոր, այնքան վախենալու, որ չկարողանան չգրանցել։ Դե հիմա նաև քննարկում են չգրանցել տարբեր ուժերի։ Սա է բանաձևը, սա է մեր ճանապարհային քարտեզը, այդ խոշոր ուժերի մասնակցությամբ իշխանությունը ընտրությունների օրը պարտվում է։ Որ պարտվում է, խոշոր ուժերը հավաքվում են եւ ձևավորում են մի կառավարություն, որը ներկայացված կլինի այդ խոշոր ուժերից բաղկացած տարբեր առողջ միտք, հոգի, կամք, հայկական ինքնությունը պաշտպանող, բայց պրոֆեսիոնալ մասնագետների ձևավորված կառավարություն։ Եվ Հայաստանի Հանրապետության կործանման, արևմտյան ադրբեջանացման այդ արշավը այդ օրը կանգ առնում։ Իրար հարուրող ուժերը որոշակի կոմպրոմիսներ գնալով տարատեսակ մոտեցումների իմաստով ծրագրային նկատի ունեմ, կարող են ձևավորել դաշինք։ Բացառելու իմաստով կարող են վստահաբար ասել, որ բացառում ենք, որ գործող իշխանության հետ որևէ բան կանենք։ Մի անգամ ինձ վերջերս հարցրեցին, ասեցին, բայց ինչ որ հարց էլի նմանատիպ, ասեցին գործող իշխանության հետ ինչ կանեք, ասեցի մատաղուտելու էլ չենք գնա։ Այսինքն բացառելու մասով ես կարծում եմ դա է բացառված, սա էլ իր հիմքերը ունի։ Մենք ամեն ինչ փորձել ենք, ասեմ ձեզ, փորձել ենք գործընկեր որպես աշխատել իշխանության հետ, փորձել ենք դաշինքի մեջ աշխատել իշխանության հետ, փորձել ենք ներսից փոխել, դրսից փոխել, ազդել։ Վերջին հաշվով քաղաքականությունը ինչի մասին է, որոշումների կայացման գործընթացների վրա ազդելու մասին է։ Դու ինչքան ժողովուրդ ունես քո թիկունքին կանգնած, այնքան քո ազդելու հավանականությունը եւ ուժը մեծանում է։ Մենք տարբեր ժամանակներում մեր ազդեցության չափով փորձել ենք ազդել process-ների վրա։ Եվ ուզում եմ ձեզ ասել, որ այդ փուլը վաղուց շուրջ 2 տարի երևի ավարտված է եւ բացառելու իմաստով կարող եմ ֆիքսել բացառելը, մնացած ուժերից անիմաստ եմ համարում հիմա այտենց խոսել, բայց սրանք այս մեկը են, մեկը են, որովհետեւ վերջին հաշվով մենք չգիտենք թե այդ քաղաքական միավորները ինչ ծրագրային կոնսենսուսների կարող են գնալ, այդ ամեն ինչը կլինի քննարկումներով։ Տեսեք, որ տարբեր ուժեր ասում են մենք միայնակ մասնակցելու ենք։ Լավ ինքնանպատակ է, դա լուսավոր Հայաստանն էլ կարող է միայնակ մասնակցել։ Դա ինքնանպատակ է։ Այսինքն մասնակցենք միայնակ, թե փորձենք փոխել համակարգը, իշխանությունը փոխել։ Ես մի բանում վստահ կարող եմ ասել, մանդատի կռիվ մեր պարագայում չի լինելու։ Մենք 18 մանդատ վայր ենք դրել դուրս եկել խորհրդարանից։ Մենք որ ուզենայինք մանդատ պահենք, այդ 18 մանդատը վայր չենք դնի։ Մենք մեր ունեցած հնարավորություն պաշտոնը, լիազորություն ինչ որ մի փոքր ազդելու վայր ենք դրել դուրս ենք եկել։ Այսինքն մենք ունենք սկզբունքներ, մեր սկզբունքները ֆունդամենտալ նշանակություն ունեն։ Այսինքն եթե քաղաքական ուժեր կան, որ մտածում են ուզում են մասնակցեն, գնան մանդատ ունենան, այս իշխանության ժամանակ մանդատ ունենան, այդ մերը չի։ Այդ մերը չի։ Մենք ուզում ենք խոշոր գործողություն։ Խոշոր փոփոխություններին միտված գործողություն։ Երբ որ մենք ասացինք, որ բացառում ենք ՔՊ-ի հետ համագործակցությունը, դրա մեջ բնականաբար նաև մտնում են այն ուժերը, ովքեր կան, գործում են, բայց պաշտպանում են իշխանության գիծը։ Հիմա իշխանությունը ընտրվելու մի շանս ունի, որ բոլոր ընդդիմադիր ուժերը մի 30 ուժ առանձին գրանցվեն, իշխանությունը ընտրվում է։ Այդ միակ շանսն ունի, մեկ էլ որ քիչ մարդ գնա տեղամաս։ Ընտրությունները խաղաղության մասին են, միանշանակ։ Ընտրությունները հայկական պետությունը պաշտպանելու մասին են, միանշանակ։ Ընտրությունները բարեփոխումների, երկիրը վերափոխելու, ուժեղ ինստիտուտներ կառուցելու մասին են, միանշանակ։ Եվ այդ օրակարգը հակառակ 60% ընդդիմադիր դաշտի օրակարգն է։ Այսինքն, եթե հանկարծ այս իշխանությունը վերընտրվի, չի լինելու խաղաղություն, չեն լինելու ուժեղ ինստիտուտներ, չի պաշտպանվելու հայ մարդու ինքնությունը եւ որևէ ազգային ինստիտուտ մենք չենք կարողանալու պաշտպանել։ Ինչ ուզում անենք։